Պարոն Աղազարյանը, չգիտեմ այստեղ է չէ, հսով եմ հետո կհասցնեն, մեր կուսակցությունը ես անձամբ գոնե, երբեք ձեզ պրոյեկտ չեմ համարել, մի վերագրեք ձեզ բաներ, առանցատել լիքը բաներ ձեր հասցեին ասում են, մի վերագրեք ձեզ բաներ, որոնք ձեր հասցեին մեր կողմից առնվազն չեն ասվել, բայց անկեղծ ասեմ, եթե իրոք չեք ուզում ընկալվել պրոյեկտ, ապա ուրիշի պրոյեկտներից մի կարճեք, ուրիշի պրոյեկտներին մի բերեք այս ամբիոնից անուններ հնչեցրեք, վարշապետի թեկնածու դարձրեք, չեք ուզում պրոյեկտ դիտվել, քավլիցի, ուրիշի պրոյեկտների հետ քիչ խաղացեք, պրոյեկտ չեք դիտվի, շատ պարզ։ Հաջորդը։ Պարոն Աղազարյանն ասաց նաև, որ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։ Շեֆս կասեր «յա իրոք», իսկ ես կհավելեմ հետևյալը։ Չեմ ուզում մտնեմ այդ դիսկուրսի մեջ։ Մենք ունեցել ենք իդեալական ընտրություններ 35 տարվա մեջ, երբեք, անգամ են ռոմանտիկ ընտրությունները գերագույն խորհրդի, այսօրվա ժողովրդավարական չափանիշներով կներեք իդեալական չէին, այդ մեխանիկայի տեսակետից։ Հետևաբար մտնել ընտրությունները վատն էին բոլորը թեմայի մեջ, նշանակում է ջուր լցնել, հուսով եմ տվյալ դեպքում ակամայից Նիկոլի ջրաղացին, որտեղ եթե ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ուրեմն մեր պետությունը վատն էր, ուրեմն այս պետությունը պետք է ջնջել ու հռչակել 4-րդ հանրապետություն, պարզ չի տրամաբանական շղթան։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանում երբեք չի եղել պետական երաշխավորված ինստիտուտներ, չեն եղել ընտրություններ, չի գործել օրենք, ես ինչ հազար ու մի բան, այդ մարդիկ գուցե ակամա ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որտեղ եթե դու վարկաբեկում ես այնինչ, որ դու ունեցել ես, դառնում ես տոտալ ձևի, նշանակում է դու ուզում ես նորը, այդ որ նորը, այդ ինչն է այդ նորը, երկրից ցավը տանեմ, այս քարտեզն է նորը, այս քարտեզը մենք ունեինք, 35 տարի առաջ էլ ունեինք, բայց մենակ այս քարտեզը չէր, կողքելի քարտեզ կար, ու այդ պատի վրա խփած չէր, բայց ըստեղ լիքն էր, և շատ ավելի շատ էր, ոնց չէինք ֆայմ այն վաղտ մեծը խփեինք, որ հետո փոքրացնելուց բոլորը տեսնեին ինչ, ով աչք ունի տեսնում է դա։